հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, հանցագործությունների բացահայտմամբ, քննիչ գործառույթներով։ Հիմա այս շրջանակներում կարծում եմ վաղեմության ժամկետը այս հանցագործությունների համար գոյություն չպետք է ունենա։ Այս իմաստով 2000-ական թվականներին մի հայտնի պաշտոնյա կար, Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյան, որը նաև ժամանակին ազգային անվտանգության 4-րդ վարչության պետն էր տնտեսական հանցագործությունների մասով, եւ հայտնի Golden Palace-ի սեփականատերը։ Golden Palace-ը 3 կառույց ուներ, որոնք 90 միլիոն էին գնահատվում։ Ծաղկաձորի վաճառքի մասին մենք տեղյակ ենք, բայց այդ պաշտոնյան հարյուրավոր գործարարների շորթումով, կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով հարստահարեց եւ Հայաստանի Հանրապետությունը լքեցին հազարավոր ընտանիքներ։ Հիմա մենք ինչ պետքա բավարարենք, որ սա մի շենք ուներ, այդ շենքը հանձնեց եւ վերջ չէ որ մենք պետք է քննենք նրա կոռուպցիոն հանցագործությունների հետևանքները, որոնք 100 միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել մեր պետությանը եւ արդյոք այս պահին այս գործը քննվում է, թե ոչ, եթե չի քննվում, ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին եւ եթե քննեք դրա գործերը, նորից եմ ասում, հարյուրավոր մարդիկ հետ կվերադառնան ցուցմունք տալու, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներով Մաքսային կոմիտեում եւ նաեւ 4-րդ վարչությունում ինչպիսի դժբախտություններ է պարգևել մարդկանց եւ հազարավոր ընտանիքներ լքել են Հայաստանի Հանրապետությունը։ Խնդրում եմ ասեք, կա գործ հարուցված տվյալ անձի նկատմամբ եւ եթե չկա, ընդունեք այդ հաղորդագրությունը, որովհետեւ եթե մի դեղին մամուլ մեկի մասին մի հոդված է գրում, անմիջապես զբաղվում են դրանով, բայց ես արդեն երկրորդ անգամ այդ մասին հաղորդում եմ ներկայացնում, բայց չեմ տեսնում դրա հետևանքները։ Շնորհակալություն, նոր վերջացա։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Նախ նշեմ, որ հաղորդումը ներկայացնելու համար քրեական դատավարության օրենսգրքում կա համապատասխան ընթացակարգ։ Ես խնդրում եմ այդ հաղորդումը ձևակերպել նշված ընթացակարգով եւ ներկայացնել հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի դա դիտենք մենք պատշաճ հաղորդում եւ եթե համապատասխան հիմքեր լինեն, այդ մասով նախաձեռնենք բարույթ եւ իրականացնենք նախաքննություն։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած անձի մասով, ապա ես որքան տեղյակ եմ այդ գործը քննվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, գործի ընթացքի մասին այս բանի տեղեկություններ չունեմ, կսխալվեմ որևէ պատասխան տալուց այդ մասով։ Շնորհակալություն։